ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, որն առավել հայտնի է Նոյ ապրանքանիշով, հանձնվել է պետության կառավարմանն ու պահպանմանը։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դեռ 2023 թվականին գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Հայցադիմումով որպես ապօրինի ծագում ունեցող գույք ի թիվս այնի պահանջվում էր հօգուտ Հայաստանի բռնագանձել Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնետոմսերը։ Տվյալ ընկերության բաժնետոմսերի 98.3%-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ մնացած արդեն տոկոսային հարաբերակցության բաժնետոմսերը պատկանում են Multigroup Concern ՍՊԸ ընկերությանը։ Նաև պետք է նշել, որ Multigroup Concern ՍՊԸ ընկերությունը եւս հայցադիմումով ներկայացված է որպես բռնագանձման ենթակա գույք։ Այսինքն, եթե դատարանը բավարարի Multigroup Concern ընկերության բռնագանձման պահանջը, ապա անուղղակիորեն կբռնագանձվի նաև Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնեմասը։ Դատախազի խոսքով կատարել են Ծառուկյանի եւ նրան փոխկապակցված անձանց ծախսերի եւ եկամուտների վերլուծություն։ Պարզել, որ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով եւ ենթակա է բռնագանձման։ Նաև պետք է նշել, որ 2023 թվականի օգոստոս ամսից հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել էր հայցի ապահովման միջոց Գագիկ Ծառուկյանին պատկանող այն գույքերի նկատմամբ, որոնք որ ըստ հայցապահանջի ապօրինի են եւ դրանց մասով արգելվել էր տնօրինել այդ գույքերը։ Պետք է նշել, որ այդ գույքերի ցանկում է նաեւ Երևանի Արարատ գինու օղու կոմբինատ բացբաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի տնօրինումներ արգելվել, ինչպես նաեւ ընկերությանը պատկանող շարժական եւ անշարժ գույքերի տնօրինումը։ Նոր փաստական հանգամանքների ի հայտ գալուց հետո դատախազությունը 2026 թվականի հուլիսի 29-ին հակակոռուպցիոն դատարան միջնորդություն է ներկայացրել կիրառել հայցի ապահովման միջոց։ Տվյալ միջնորդությունը հուլիսի 30-ին 2026 թվականին բավարարվել է հակակոռուպցիոն դատարանի կողմից եւ ըստ էության դատարանի որոշմամբ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ բացբաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարումը եւ պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը իդեմս էկոնոմիկայի նախարարությանը։ Այս հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ լիազորությունը ըստ էության բացառիկ լիազորություն է, որը նախատեսված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, որը կիրառվում է բացառիկ դեպքերում եւ բացառիկ հիմքերով։ Տվյալ դեպքում հակակոռուպցիոն դատարանի գնահատման առկա էր այդ բացառիկ դեպքը եւ հիմքը, եւ այս համատեքստում արդեն դատարանը կիրառել էր այս հայցի ապահովման միջոցը։ Նույն իրավական մեխանիզմը կիրառվել էր նաև Արարատ ցեմենտ ընկերության դեպքում, որի կառավարումն ու պահպանումը դատախազության միջնորդության բավարարման արդյունքում եւս հանձնված է պետությանը։ Հիշեցնենք նաև, որ դատախազությունը Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն եւ ավելի քան 105 միլիարդ 865 միլիոն դրամ։ Քրիստինե Թորոսյան, Արման Թովմասյան, լուրեր։